Ում շահերից էր գործում Փաշինյանը, փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյոք ժողովրդի, դուք ինչ դրական բան եք տեսնում, որ Ռուսաստանի հետ հայերի հարաբերությունները վատ լինեն։ Ամեն դեպքում ժողովուրդը տուժում է, ժողովուրդը ոչ այդ հարաբերություններից ժողովուրդը չի շահում։ Վատացնելով հարաբերություններն էլ չեմ ասում լավացնելու։ Եվրոպա հաճախակի եմ գնում Եվրոպա գալի։ Եվրոպան պետք է գաստեղ։ Վրացիք ոնց արեցին։ Ստիպում են, չէ՞, ընդունել մի բան, որ իրանք Եվրոպան չի ընդունել դա։ Եվրոպայում ինչ կա։ Մենք պետք է Եվրոպան ընդունի մեզ մեր արժեքներով, մեր անցյալով, մեր կուլտուրայով։ Մեզ այսպես պետք է ընդունի, եթե ոչ, ապա Եվրոպայում գործ չունենք։ Վաղ ադրբեջանցին նորից կմտնի շուկա, նորից կբերի ինչ-որ բաներ կեժանանա, բայց իտոգում ինչ է դառնալու։ Մենք աշխատելու ենք ադրբեջանցուն հարստացնենք։ Եղել է ժամանակ, չէ՞, դուք երիտասարդ եք, չեք իմանա, բայց մենք շուկայում տեսել ենք, որ ադրբեջանցիները առևտուն անում տեղացիներ։ Այդ տեսել զգացել ենք։ Չգիտեմ, բացի այդ Ռուսաստանի հարաբերություններ են փչացում, մոռանում են, որ 2 միլիոն հայ էլ այնտեղ ապրում, չէ՞։ Չի կարելի մենակ մտածել, որ մենք ենք ու վերջ։ Բոլորի համար պետք է լավ լինի։ Իհարկե կտուժի։ Դրսի մեր հայերն են տուժում։ Այնտեղ արդեն շատ խիստ վիճակ է, շատ լարված վիճակ է։ Ամեն օր օրենքա փոխվում, ամեն օր դեպի վատն է գնում, ով չգիտի այնտեղի վիճակը։ Այնտեղ էլ է շատ լարված։ Թուրքի լավը ո՞րն է, կներեք։ Թուրքի լավը կա, ես չգիտեմ։ Թուրքի տուժվածը չենք մենք, որ մինչև հիմա մեզ կոտորում են։ Ինչի կոտորվեցինք, ինչի մեր տղեկը տենց եղան։ Կարող է լավ թուրք էին։ Լավ թուրքը մեռած թուրքն է։ Ով ինչ ուզում է ասի։ Ժամանակները փոխվել են, իրանք փոխվել են ոչ։ Նա քո դեմքին ժպտում է, բայց իր դանակը իր մեջքի ետևում պահած է։ Թող միշտ հիշեն։ Մեր Գուրգենին թող հիշեն Եվրոպայում։ Չգիտեմ։ Թուրքը մնում է թուրք։ Զգուշ լինեն եւ ամեն ինչ լավ կլինի։ Խորամանկ, թուրքը ինչ է, խորամանկ, խարդախ, գող, ավազակ, ուրիշին պատրաստի գողացող։ Իրանց դիվանագիտությունը շատ ուժեղ է, ժպտում են եւ մեջքից հարվածում։ Շատ բացասական եմ նայում։ Ես մի անգամ իմ կարծիքս մի անգամ նախքին ԱԸԾ-ի պետ Համբարձումյան, չգիտեմ անունը չեմ հիշում, հարցազրույց տվեց։ Ինքը մի հայտարարություն արեց, ես լրիվ այդ հայտարարության հետ համաձայն եմ։ Ասես երկիր մոլորակի վրա այնպիսի պետություն չկա, որ Ռուսաստանի չափ Հայաստանի համար արած լինի։ Ես այդ գնահատականին լրիվ եւ պատմականորեն եւ Ռուսաստանի հետ հարկավոր է ճիշտ ազնիվ քաղաքականություն վարած։ Որից կշահեն։ Որից անպայման մեր ազգը, մեր երկիրը, մեր ժողովուրդը կշահի։ Դա իմ համոզմունքն է։ Տեսակետ կա, որ Ռուսաստանը չլինի, Թուրքիա, Ադրբեջան կարող է մեր բարեկամները լինեն, դա հավանական։ Չէ։ Թուրքիան հստակ չէ, ոչ էլ Ադրբեջանը։ Դե ո՞նց կարաս թշնամու հետ մեկտեղ ապրես։ Չի լինի տես բան։ Առևտուր բան։ Չէ, էդ էլ չի լինի։ Թուրքը միշտ էլ մնում է թուրք։ Թշնամի։ Լավ են արել, փակել են կառավարությունը։